Մեկ մարդուն վերացնելով պետության ողնաշվերը կոտրեցին։ Տեսեք կար Վանո Սիրադեղյան, Սերժ Սարգսյան կամ Վազգեն Սարգսյանը 99 թվականի հոկտեմբերի 28-ը չի հաջողվել հաղթահարել այդ ճգնաժամը։ Վերջնաշով այդ հարցի պատասխանը ճիշտ պետք է հնչի։ Հիշում եմ, ես ինքս էի ցնցված։ Մեկս մեկի հանդեպ մենք անարդար ենք եւ սրիկա ենք։ Մենք կորցնում ենք երիտասարդություն։ Ես քաղաքում տեսնում եմ ինչով ապրում մեր երիտասարդությունը։ Ճնշող մեծամասնությունը։ Ինչ տարբերություն Նիկոլի զոմբին թե ընդդիմության զոմբին։ Զոմբի է։ Ինչ ամեն մեկս մի թվան կառնանք մեր դարանը կանգնենք, մենք երբևէ մտածեցինք ինչ բան է Հայաստան անկախ Հայաստանի քաղաքացի։ Բարև ձեզ մեր օբյեկտիվում կարևոր թեմաներ եւ իրադարձություններ են այսօր Հայաստանի Հանրապետության 92-93 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ դիտարկելու ենք կարևորագույն հարցեր, թե օրինակ ինչ է պետությունը, ինչու են կարևոր ինստիտուտները, համակարգերը, բարոյական նորմերը ինչ դեր ունեն եւ ամենակարևորը ինչու է կարևոր ազգային իդեալ ունենալը։ Բարև ձեզ պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Հարությունյան, ես կարդում էի մոտ 3 տասնամյակ առաջ գրված ձեր հոդվածները ու անկեղծ ասած զգացում ունեի, որ դրանք ընդամենը 3 եք գրել։ Ասում եք, մարդիկ ենթադրում են, որ պետությունը ինչ-որ մի բան է այնտեղ վերևում, իսկ իշխանությունները իշխողներ են, մնացածները հպատակներ։ Պարոն Հարությունյան, սա ամենախորքային հարցն է, որովհետև մենք որպես հանրություն ցավոք չունենք այդ գիտակցումը, թե ինչ է պետությունը, ինչ են համակարգերը։ Չունենք այդ գիտակցումը, որ մենք իբրև հանրություն ունենք պայմանագիր պետության հետ, սոցիալական պայմանագիր են կնքել, ըստ որի մենք մեր իրավունքներից, ազատություններից, ռեսուրսներից ինչ-որ բաներ զիջում ենք, դրա փոխարեն պետությունը պարտավորվում է ապահովել բազային կարիքները մեր, անվտանգությունը։ Եվ երբ պետությունը կառավարիչների ձեռամբ իր այդ պարտականությունից հրաժարվում է, նշանակում է այդ պայմանագիրը խախտվում է եւ դա պիտի ունենա հետևանք։ Հիմա այս ճահճային իրականությունում ինչպես վերակառուցել այդ գիտակցումը, թե ինչ է պետությունը, ինչ են համակարգերը, ինչպես հասնել այն գիտակցման, որ մենք պայմանագրի կողմ ենք, որ ոչ միայն պարտականություններ ունենք մենք, այլև մեր հանդեպ ունեն պարտավորություններ, եւ ինչպես հասնել նրան այն գիտակցմանը, որ պետությունը չհոտարենք մեզնից, չընկալենք իբրև վերևում ինչ-որ աբստրակտ մի բան, այլ համարենք շատ շոշափելի եւ շատ կարեւոր մի բան, որը ուղիղ օրգանական կապ ունի մեր ամենօրյա կյանքի հետ։ Նախ շնորհակալ եմ այս հարցադրման համար, որովհետեւ ըստիս եթե մենք այս անկախության ամբողջ շրջանում մի շատ լուրջ գաղափար, լուրջ կոնցեպտ չկարևորեցինք, դա հենց անկախության կամ անկախ պետության գաղափարն է։ Ցավոք սրտի, այն ինչ որ ես գրել եմ 2000-ական թվականներին, դա ցավոք կրկնում եմ, համարյա թե մեկը մեկին, ոնց որ թե այսօրվա իրականության հետ ուղղակի առնչություններ ունի։ Տեսեք, ես կառավարման ակադեմիայում դասավանդել եմ 25 տարի եւ դասավանդել եմ պետական կառավարում, տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում, այսինքն շատ էական էր, որ ուսանողները հասկանային, թե պետություն ասածը ինչ բան է։ Վերջնաշով այդ հարցի պատասխանը ճիշտ պետք է հնչի։ Բանաձևել է պետք։ Տեղեք, երբեմն կա, չէ, ազգային պետություն, թողնենք մի կողմ ազգային, ոչ ազգային, ընդհանրապես պետություն։ Չէ՞ որ ժողովուրդները ինչու են գնում իրենց անկախ պետականությունը ձևավորելու ճանապարհով։ Հավանաբար պետք է ընդհանրել, որ այդ կերպ նրանք փորձում են ձևավորել այնպիսի իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր համակարգ, որը իրենց կերաշխավորի գոնե ի վերուստ իրենց տված
արժանապատիվ կյանքով ապրելու անհերքելի իրավունքը արդյունավետ իրացնել։ Այսինքն պետությունը հավանաբար մենք պետք է հենց այդպես էլ ընկալենք։ Պետությունը դա իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր ինչ-որ մի մոդել է, համակարգ, ոչ թե կառույց, այլ համակարգ, այսինքն կառուցվածքային էլեմենտներ եւ նրանց միջև փոխհարաբերությունները, համակարգ, որը կոչված է իր ժողովրդի յուրաքանչյուր անդամի արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը երաշխավորել։ Սրա համար ենք մենք ստեղծում պետություն։ Այլապես անիմաստ է, չէ՞, այդ ամբողջ չարչարանք ու տանջանքը։ Ժողովուրդներ կան, որ դարերի ընթացքում են, չէ՞, ձևավորել իրենց պետականությունը, հաստատել պետականության անխափան գործունեության ավանդույթներ, չգրված կանոններ, չէ, սովորույթ ուժով գործող, սա շատ էական է։ Հիմա հետաբար շատ կարևոր է հասկանալ, թե երբ որ ասում ենք մարդու կամ հասարակության յուրաքանչյուր անդամի արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք, դրա տակ ինչ ենք հասկանում։ Ուզում եք ցանկացած մի 10, 20, 30 հոգու հարցնենք, ամեն մեկը թե ինչ պետք է ձեզ, որպեսզի դուք պատկերացնեք ձեր արժանապատիվ կյանքի իրականացումը կամ այդ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի իրացման համար ինչ անհրաժեշտություններ դուք կունենաք կամ կուզենայիք, կցանկանայիք։ Ես համոզված եմ, որ մի 2-3 էջ կգրվի։ Այդ ցանկը մեկը մեկից կտարբերվի, գիտեք ինչով, Լիլիթ։ Հեղինակների տարիքով, սեռով, հանրային կյանքի ընկալումներով, բայց մի հատվածը բոլորի մոտ կհամընկնի, հավատացնում ձեզ, որտեղ չի կարելի մտածել արժանապատիվ կյանքով ապրելու մասին առանց անվտանգ լինելու։ Չի կարելի մտածել արժանապատիվ կյանքով ապրելու մասին առանց առողջ լինելու, առանց կրթյալ ուսյալ լինելու, այսինքն առանց մաքուր միջավայրում ապրելու եւ այլն, այսինքն բազային ըստ էության կան հանրային բնույթի ծառայություններ, որոնց կարիքը մեզանից յուրաքանչյուրը, հանրության յուրաքանչյուր անդամ այդ ծառայությունների կարիքը ունի, եւ առանց այդ ծառայությունները մատչելի որակյալ ստանալու մենք արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չենք կարող իրացնել։ Եթե մենք անվտանգային համակարգեր չունենանք, ինչը ամեն մեկս մի թվան կառնանք մեր դարանը կանգնենք, որ անվտանգ լինենք, հիմարություն է, չէ՞, այդպես մտածել, այն էլ ես դարում։ Կամ եթե կրթական համակարգ չունենանք, ուսյալ կրթյալ, չէ՞, ասենք թե հասարակության անդամներ ո՞նց կարող ենք ունենալ, չէ՞ որ միայն կրթված մարդն է, որ կարող է արարել, ստեղծագործել, նոր արժեք ստեղծել, հետաբար նպաստել հանրային հարստության ավելացմանը։ Կամ եթե մենք առողջապահական համակարգ չունենք, որը լինի մատչելի, ինչպես ասում են, մեկնած ձեռքի հեռավորության վրա, մենք կարող ենք խոսալ հանրության արժանապատիվ հիմնական հատվածի արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի մասին, անկասկած ոչ։ Հետևաբար հենց պետություն ասածը հենց այն ինստիտուտներն են, դրա մեջ մտնում է առաջին քաղաքացին, մենք բոլորս, բիզնես ստրուկտուրաները, հասարակական քաղաքական կազմակերպությունը, պետական կառավարման մարմինները, պետությունը մենք ենք։ Մենք մի անգամ, կարծեմ այդ հոդվածներից մեկում դրա մասին գրել եմ, մեր կուսակցության երիտասարդներին խնդրեցինք այս Աբովյան փողոցում հարցում կատարեցին, մոտ 50 հոգու են հարցրել, ինչ բան է ձեր կարծիքով պետություն։ Ամենատարբեր պատասխանները կան, բայց մոտավորապես 80%-ը պատասխանների կարելի է բանաձևել հետևյալ կերպ. պետություն դա ինչ-որ բան է այնտեղ վերևում։ Այսինքն շատ շատերիս մոտ պետությունն ու պետական իշխանությունը նույնականացվում է, իրական դա այդպես չէ։ Իշխանությունը ընդհանրապես պետության մասնակիցներից մեկն է։ Միգուցե շատ պատասխանատու, միգուցե շատ կարևոր դերակատարմամբ, բայց ընդհանրապես մեկը պետության առանցքում քաղաքացին է։ Հասկանում եք, եւ սա շատ էական է, որտեղ այդ պետություն կոչեցյալը, կոչվածը հենց քաղաքացու համար է։ Քաղաքացու համար 91 թվականին Լիլիթ, ես անկախության այդ հանրաքվեի օրը ես էժանը Գերագույն խորհրդի պատգամավոր էի։ Ինձ հանձնարարել էին, ես ուղեկցում էի Կանադայի խորհրդարանի պատվիրակության։ Մենք գնացինք տարբեր համայնքներ, սկսեցինք Էջմիածնի շրջանից ու ես հիշում եմ, ես ինքս էի ցնցված, որ Աբակա գյուղում ուրեմն մարդը իր միակ էրինջը բերել էր, մորթում էր, մատաղ էր անում անկախության հանրաքվեի այդ ուրախության առիթով։ Այս կանադացիները շշկրվել էին, շփոթվել էին, նրանք չեն էլ ինձ ասում ինչ է կատարում, ես էլ չեմ պատկերացնում։ Ես ինքս չէի պատկերացնում, թե մեզանում անկախության
հանրության այդ մեծ հատված, ընդ որում դա մեկ դեպք չէր, համատարած էր այդպիսի ուրախությունը, ցնծությունը ամենուրեք։ Ես ուղիղ չէի պատկերացնում, որ մեր ժողովրդի մեջ անկախության այդ գաղափարը այդպես խոր արմատավորված էր։ Հետագայում ես հասկացա, որ ժողովուրդը այդ կերպ, այդ ցնծությամբ հույս ուներ, հավատացած էր, ոչ թե հույս ուներ, հավատացած էր, որ անկախություն հռչակելով, ընդ որում նոր ուժերի առաջնորդությամբ, եկեք արձանագրենք, որ հայոց համազգային շարժման ղեկավարությունը այն ժամանակ անվերապահ հեղինակություններ եւ ժողովրդի վստահություններ վայելում։ Ահա հասարակության մի ճնշող մեծամասնություն ուղղակի հավատացած էր, որ այն նոր ուժերի ղեկավարությամբ, անկախությամբ կարելի է ձերբազատվել խորհրդային շրջանի հանրային արատներից։ Կաշառակերություն, հովանավորչություն, պաշտոնյաների ամբարտավան վարքագիծ եւ այլն եւ այլն։ Ցավոք սրտի, այստեղ մենք վրիպեցինք, մենք ես նկատում հանրությունը, որտեղ հետագայում շատերը հասկացան, որ ցավոք սրտի նույնիսկ այդ նոր ուժերը, որոնք նախկինում որևէ փորձառություն չունեին, պետական իշխանության կրողներ չէին եղել որևէ պարագայում կամ հիմնականում այդպիսին էին, նրանք էլ չէին պատկերացնում իշխանության ողջ բեռը, նրանք էլ չէին գիտակցում, որ իշխանությունը դա իրավունք չէ։ Հասկանում եք, իշխանությունը նախ եւ առաջ պարտավորություն է, պատասխանատվություն ընտրողի առջև, պատասխանատվություն քու ժողովրդի առջև։ Հասկանում եք, այս ընկալումը իշխանությունը իրավունք չէ, այլ պատասխանատվություն, եւ միայն այդ պատասխանատվությանը adekvat իշխանությունը կարող է օժտված լինի լիազորություններով, որ կարողանա այդ պատասխանատվությունը արդյոք տիրացնել, այս ընկալումը մեզանում բացակայել է եւ կարծում եմ այսօր առավել եւս բացակայում։ Պարոն Հարությունյան, կարծում եմ ժամանակագրորեն ճիշտ կլինի տալ ես հարցը ձեզ։ Անկեղծ ասած չգիտեմ որքանով կուզենաք այս հարցին պատասխանել։ Հոդվածներից մեկում կարդացի Խոսրով Հարությունյանը թեև հոկտեմբերի 27-ին անմիջապես նստած է եղել Վազգեն Սարգսյանի կողքին, բայց ոչինչ չի խոսում։ Եվ դուք էլ նշել եք, որ ձեզ համար կատարվածը այնքան ծանր է, որ դուք նախընտրում եք նախ խորքային վերլուծել եւ հետո հանգել որևէ պատասխանի։ Երբ մենք պետության, պետականության մասին ենք խոսում, գնահատականը դոմինանտ լսել եմ, որ հոկտեմբերի 27-ի կատարվածը անձնական ողբերգություններից բացի նախ եւ առաջ ողբերգություն էր մեր պետականության համար։ Հիմա դուք կուզեք այս հարցին տարիների հեռվից անդրադառնալ։ Իհարկե, դա կարևոր հարց է։ Դուք մի բանում ճիշտ եք, ես տևական ժամանակ խուսափում էի հարցազրույցներից։ Ոչ թե նրա համար, որ կաշկանդված էի, չէի իմանում ինչ պետք է պատասխանեմ, այլ հիմնականում նրա համար, որ ես անընդհատ մտածում էի, ում էր պետք սա եւ ինչու այդպես։ Որովհետեւ գիտեք, այդ ողբերգությունից, այդ հանցագործ ոչրագործությունից հետո, մեկ շաբաթ հետո, թվում է թե երկրում կար նախագահ, կառավարություն, ազգային ժողով, բայց պետության հոտ չէր գալիս։ Այսինքն ստեղծված էր նույնիսկ տպավորություն, որ պետության ողնաշարը մեկ մարդուն վերացնելով պետության ողնաշարը կոտրեցին։ Այս սա էր ամենակարևոր հարցը ինձ համար գոնե։ Եվ եթե, չգիտեմ, դες հաջողվել է նայել թե չէ, ես 2000 թվականի մայիսի 19-ին, երբ որ ընդհանրապես արդեն կառավարությունից էի դուրս եկել, հանգիստ կարող էի մտածել, ես մի հոդված գրեցի ծավալում, որը լույս տեսավ Հայոց Աշխարհ թերթում, հոկտեմբերի 27 քաղաքական դասեր։ Ես փորձում էի հասկանալ, ինչն էր այդ օտարերկրյա ծառայություններին վստահություններ շնչել, որ մեկ-երկու անհատի կարելի է վերացնել դավադրաբար, բայց դրանով իսկ հասնել պետության ու ընդհանրապես կայացման գործընթացի ձախողումը։ Գիտեք, ես այդ հոդվածի մեջ, դա ծավալուն հոդված է, շատ բաներից եմ խոսում եմ սոցիալական ինստիտուտների կայացած լինել չլինելուց, մտավորականության դերակատարումից, բայց եւ խոսում եմ հիմնականում պետական իշխանության ինստիտուցիոնալ կայացման խնդիրներից։ Ու ես խորապես համոզված եմ, որ ցավոք սրտի
Միգուցե նույնիսկ դա օբյեկտիվորեն է, տեսեք, ես այլ եմ ուզում սա արձանագրել, որովհետև վերջին հաշվով մեզանում ինքնուրույն սեփական պետականությունը ինստիտուցիոնալ առումով կերտելու փորձառություն, հմտություն չկար, խորհրդային շրջանում մենք չէինք կարող նման փորձ ձեռք բերել օբյեկտիվ պատճառներով։ Ասում տեսեք, սրա մեջ կա նաև օբյեկտիվը, բայց նաև կա նաև սուբյեկտիվը, որովհետև որքան ես եմ հասկանում, մեզ այս ամբողջ 9 տարիների ընթացքում մինչև 1999 թվականն այդ անկախությունից հետո գա ժամանակահատվածում մեզանում գիտեք ավելի շատ ձևավորվեց, եթե կուզեք, ինչ-որ պետական կառավարման համակարգ, որը շատ նման էր արքունիքին։ Հասկանում եք, արքունիքը դա այն համակարգն է, որտեղ որևէ մեկի հանրային ազդեցությունը եւ կարողություններն ու հնարավորությունները բացառապես պայմանավորված չեն նրա զբաղեցրած պաշտոնով, այլ կապ պայմանավորված են առաջի դեմքի, տվյալ դեպքում միապետի հետ իրենց հարաբերությունը սերտացմամբ։ Հասկանում եք, ես խորապես համոզված եմ, ես շատ ուրախ կլինեմ, եթե ինձ մերժեն։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ինձ ասեն դուք սխալ եք, անկեղծ եմ ասում։ Բայց ես խորապես համոզված եմ, որ մենք դա չկարևորեցինք։ Տեսեք, մի օրինակ եմ ուզում բերել, թեպետ ես Տեր-Պետրոսյան նկատմամբ ունեմ գծված խոր հարգանք, անկեղծ եմ ասում, իր բոլոր սխալներով հանդերձ դա բավականին վառ քաղաքական գործի, բայց Տեր-Պետրոսյանը իր համակիրների հետ հանդիպումներից մեկի ժամանակ փորձում է զուգահեռներ անցկացնել կամ համեմատություն անցկացնել այն ժամանակ, դա կացեմ եղել է մինչև 2008 թիվը կացեմ, կարող է նույնիսկ 2008 թվականից հետո լավ չեմ կարող ասել, բայց գործող իշխանական համակարգ եւ իր համակարգի միջև համատական վերլուծության ժամանակ ասում է, գիտեք, մեր ժամանակ իշխանությունը բալանսավորված էր։ Տեսեք, կար Վանո Սիրադեղյան, Սերժ Սարգսյան կամ Վազգեն Սարգսյան, այսինքն խոսքը գնում էր նախագահի իշխանության մասին, որտեղ պետական իշխանության մասին, այլ նախագահի իշխանությունը անհատներով բալանսավորված էր, սա արքունիքն է։ Հասկանում եք, հետաբար եթե դուք այդ բալանսավորված միապետ, այսինքն այդ համակարգում որևէ պատասխանատու դերակատարի վերացնեք, ապա երկարաժամկետ հատվածում դուք ստանում եք հնարավորություն, որ պետականաշինության գործընթացը կարող է հայտնվել ճգնաժամի մեջ։ Եվ ես խորապես համոզված եմ, որ մեզ 99 թվականի հոկտեմբերի 28-ը չի հաջողվել հաղթահարել այդ ճգնաժամը։ Եվ միայն նրա համար, որ ոչ թե պատասխանատուները, թե քաղաքական, թե մտավորականները փոխանակ տրվեին այդ հարցադրմանը, ինչու եւ ում էր դա ձեռնտու, փորձեցին հանրությանը հրամցնել որպես իշխանության համար գզվռտոց։ Արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։ Չէ՞, Քոչարյանը ինչ-որ մի պահ հասկացավ, он чужой среди своих։ Ու ռուսերենով начал отстреливаться, ոնց իրեն շրջապատեց իր համար վստահելի մարդկանցով։ Այսինքն մենք ինստիտուցիոնալ իշխանության, պետականաշինության ինստիտուցիոնալ խնդիրը բերեցինք անձի իշխանության ամրապնդման հարցին։ Մենք ենք դա արել, բոլորս։ Տալերանը մի հատ լավ խոսք ունի։ Ասում է, հեղափոխությունները ոչ ոք մեղավոր չէ, հեղափոխություն բոլորս ենք մեղավոր։ Եվ ես ենթադրում եմ, որ այդտեղ շատ մեծ ճշմարտություն կա, իհարկե դա գրված էր կամ այդ խոսքերը ասվել էր ֆրանսիական հեղափոխության կապակցությամբ, բայց ես կարծում եմ դա կլասիկա է, դասական ճշմարտություն է։ Այսինքն մենք բոլորս պետք է այդ եւ առաջորդին մտավորականությունը, ցավոք սրտի, մեր մտավորականությունը հայրենի պատմության քննությունը չբռնեց։ Ես չգիտեմ, դուք ծանոթ եք Աղասե Այվազյանին, թե ոչ, երբևէ ես բախտ եմ ունեցել, պատիվ ունեցել, տենց ասենք, իր այդ հաղորդակցվել։ Եվ մի անգամ մի օրինակ բերեցի, որ իմ վարչապետության տարիներին էր, այդ օրինակը գրողների միության հետ կապված իմ հարցներ, ես ասեցի վարպետ, տեսեք, այսքան դիպլոմավորված նկարիչներ, գրողներ, գիտնականներ, իրավաբաններ, ամեն ինչ տնտեսագետներ ունենք, բայց մտավորականություն չունենք։ Պատասխանն էր ապշեցուցիչ։ Հետագայում դա կարծեմ ինտերվյուներից մեկում ինքը այդ թեման էլի ամրած։ Ասես գիտես Խոսրով, 1920 թվականին մենք ազգային քաղկենի չենք ունեցել։ Մեր քաղկենին Թիֆլիսը հայներ, Բաքվը հայներ, բայց ոչ մերը։
Այս 70 տարիների ընթացքում մենք հազիվ ձևավորեցինք մեր քաղաքինուն, հիմա եկել է ժամանակը, որ մենք պետք է ձևավորենք մեր ազգային մտավորականությունը։ Բայց մինչև այսօր կարծեք թե չենք ձևավորել։ Ես նորից եմ կրկնում, ես խորապես համոզված եմ մտավորականությունը որպես ինստիտուտ։ Այո։ Որպես ինստիտուտ, որպես ոչ թե անհատներ, որպես հանրային կյանքում վճռական եւ պատասխանատու դերակատարում ունեցող ինստիտուտ։ Այդ տեսանկյունից մեր ազգային մտավորականություն, հայաստանյան մտավորականությունը պատմության քննությունը չի բռնել։ Ես այդ կարծիքին եմ։ Պարոն Հարությունյան, երևի դրա վառ օրինակը հատկապես վերջին տարիներին Հայաստանում կատարվողն է։ Դուք հոդվածներից մեկում նշել եք, որ բարոյականությունը, բարոյական նորմերը ամենակարևորն են, դա սկիզբն է ամեն ինչի, եւ նշել եք, որ իրականում ազգային բարոյականությամբ է որոշվում, թե մենք իբրև ազգ ինչի կարող ենք հավակնել։ Այս վերջին շրջանում, երբ Հայաստանում իշխանությունը ունի անսահմանափակ ազատություն խեղաթյուրելու եւ թիրախավորելու ազգային արժեքները, բարոյական նորմերը, սա հետևանքն է նրա, որ այդ ինստիտուտը մտավորականության, որը ուղղակի ձեռքը կբռներ ցանկացած իշխանության եւ իմունիտետ ձևավորած կլիներ հանրության համար, ուղղակի չի գործում։ Մի հատ հարց պետք է տանք, չէ՞, ինչու։ Որտեղ եթե ինչու չհարցադրենք եւ դրա պատասխանը չփորձենք գտնել, կարող ենք լուծումներ չունենալ ընդհանրապես։ Այդ առումով ուզում եմ մեկ ձեր թույլտվությամբ մեկ օրինակ էլ բերեմ, մեկ հղում կատարել, այսպես։ Ալեքսիս Թոքվիլը մի ստեղծագործություն ունի, դա կարծեմ գրած է 1850-ական թվական, 51 թվական դեպ, որտեղ իր խնդիրն էր կոչվում է դեմոկրատիան Միացյալ Նահանգներում։ Հարցը հետևյալն էր. ինչն էր պատճառը, որ այդ նորաստեղծ պետությունը այդպես մղոնային քայլերով զարգանում է, ընդ որում բավականին լուրջ մարտահրավերներ նետելով նաև եվրոպական հին աշխարհին, հա։ Դա կոչվում է, ու ինքը շատ բաների մասին է խոսում, բայց գիտեք, մի բանի մասին կարծում եմ շատ էական է, որ մենք կարողանանք գիտակցել այդ ձեր հարցի պատասխանը։ Ասում է, տեսեք, ասում է, վերջին հաշվով Միացյալ Նահանգների հասարակությունը դրանք հիմնականում Եվրոպայից մեծ մասը Եվրոպայից փախածներն էին, այսինքն որոնք արտագաղթում են Եվրոպայից եւ հատկապես այնպես է ստացվել պատմականորեն, որ հյուսիսային նահանգներում Եվրոպայից մաքրամոլները, որոնք որ հետապնդվում էին կրոնական իրենց հայացքների համար, մաքրամոլները կազմեցին մեծամասնություն։ Եվ ըստ էության դեռևս 1600-ական թվականներից այդ հյուսիսային նահանգներում փաստորեն հանրային կյանքում բարոյական արժեքները, վարքագծի բարոյական նորմերը անհամատաբելի նախապատվելի էին, կարևորվում էին, քանց նույնիսկ ֆորմալ օրենքեր։ Նույնիսկ նա օրինակ է բերում, ասում է նահանգներից մեկի մասին է ասում, կարծեմ չեմ կարող հիմա հիշել, պես որ առաջի օրենքը ընդունվել է 1650 թվականին, բայց տևական ժամանակ այդ օրենքը ընդունելուց հետո հանրությունը այդ արժեհամակարգը, այսինքն այդ ավանդույթները, բարոյական ավանդույթների խախտելը ավելի պախարակելի էր համարում, քան բուն օրենքի ֆորմալ խախտումը։ Այսինքն սա խոսում է մասին, որ այն ժամանակվանից եւ ընդորում ինքը խոսում է նաեւ հյուսիս-հարավ առճակատման մեջ տարբերությունը պայմանավորված է նախ եւ առաջ հանրային կյանքի բարոյական արժեհամակարգով։ Ես կարծում եմ դա շատ կարեւոր մեկնաբանություն է հանրային կյանքի առողջ, հա, հետագայում դա անկասկած շատ ու շատ այդ քաղաքական կառույցներ, քաղաքական գաղափարախոսություններ ընդունեցին այդ, օրինակ ասենք թե ինձ համար շատ հոգեարազատ քրիստոնեդեմոկրատական քաղաքական միտքը մի շատ կարևոր արձանագրություն ունի, դա կոնցեպտուալ արձադրում է, ցանկացած քաղաքական որոշում նախ եւ առաջ պետք է բարոյապես արդարացված լինի։ Թողնենք մի կողմ արդյոք իրականում, գործնականում քրիստոնեդեմոկրատները այսօրվա արդյոք կարողացել են հետամուտ լինել, բայց սա այն իդեալն է, որին պետք է ձգտել, այսինքն ցանկացած քաղաքական որոշում նախ եւ առաջ պետք է բարոյապես արդարացված լինի։ Սա հատկապես վերաբերում է իշխանություններին, հասկանում եք։ Եվ այս տեսանկյունից, տեսեք, այն ինչի ականատեսն մենք հիմա որևէ քննադատության չի դիմանում, որևէ քննադատության չի դիմանում, որտեղ ոչ թե չկան արժեքներ, այլ այդ արժեքները ոչ թե չեն եղել, հա, այլ եղածն էլ, որը նույնիսկ գտնվել նույնիսկ կարող է շատ սաղմնային վիճակում, այդ եղածն էլ այսօր լրիվ ցակուցրիվ արում, չէ, արժեզրկվում է, լրիվ ամեն ինչ,
ամեն ինչ չկա, ոչ մի, այսինքն պատկերացրեք մարդու կյանքի հիմնական նպատակը ուտել խմելը լինի։ Պատկերացնում եք այդ, այսինքն հոգևոր պահանջների բավարարումը երկրորդականը 10-րդականը։ Բոլորին վերջից Նիկոլ Փաշինյանը կարծեմ շարադրեց ինչ-որ 15 կետից բաղկացած, ես որքան հասկացա ինքը փորձ էր անում ներկայացնել հանրային կյանքի կազմակերպման իր սեփական դոկտրինը, այդ դոկտրինը ոչ կայլ կերպ քանց ուտել, խմել, քեֆ անել չես անվանի։ Որտեղ մնացած ինչքան էլ գեղեցիկ բաներով ուզում եք պարուրեք, գաղափարներով պարուրեք, իմաստը նույնն է։ Ինչ հոգևոր պահանջներ, ինչ անհրաժեշտություն, չկա այդպիսի հասկացողություն։ Հասկանում եք, ու այս ամենը անկասկած հանգեցնում է նրան, որ իշխանությունը սկսում է բարոյալքվել։ Հասկանում եք, սա շատ էական է, որտեղ եթե ուզում եք առաջի հերթին նախ իշխանությունը պետք է լինի, չէ՞, բարոյականության, եթե կարելի ասել, մարմնավորումը։ Դե էլիտա է համարվում, պիտի ունենա չափանիշներ։ Այսինքն իշխանությունը համար 1 պատասխանատուն է։ Պատասխանատու հանրային կյանքի ամբողջ կազմակերպման համար, այդ թվում հանրային կյանքում արժեհամակարգ, բարոյական ավանդույթներ, չէ՞, կամ ընդհանրապես ավանդույթներ, արժեքների մամրա ավանդույթներ, ազգային ավանդույթներ պահպանել եւ նույնիսկ խորացնել ուղղությամբ։ Դա անկալում այդպիսի ես այսօր գործող իշխանության մոտ չեմ տեսնում, բացարձակապես չեմ տեսնում, եւ սա շատ վատ է։ Մեղմ ասած, այո, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդություն։ Ես անկեղծ եմ ասում։ Մենք կորցնում ենք երիտասարդություն, ես քաղաքում տեսնում եմ ինչով ապրում մեր երիտասարդությունը, ճնշող մեծամասնությունը։ Եվ առօիստ ավկաներ չեմ ամիջուր, հասկանում եք, այս ապշել բանը։ Քաղաքում քայլում ես երիտասարդության զրույցի թեմաներն ես ուզում լսես, ականջիդ հասնում է։ Ուղղակի ստիպված կարեկցում ես։ Որտեւ այդ բարոյական բագաժով, այդ բարոյական բեքգրաունդով նայել պետություն չեն կարող ստեղծել։ Իսկ երիտասարդները շարժիչ ուժն են։ Պարոն Հարությունյան, գրել եք, եթե ինչ-որ հրաշքով մեզ հենց վաղը հաջողվի լեգիտիմ ընտրություններ ունենալ եւ ձևավորել ընտրել իշխանության, որը կլինի բացարձակ լեգիտիմ, դա դեռ չի նշանակում, որ մեր հանրային կյանքի որակը փոխվելու է, եթե այդ ընտրված իշխանության որակը չբավարարի պահանջը։ Շատ էական է հանրային պահանջարկը, Լիլիթ։ Ինչու ենք մենք խոսում բարոյական արժեքների մասին, որտեղ այդ կերպ ձևավորում է հանրային հիմնական պահանջարկը, հասարակությունը ինչ է ուզում։ Հասկանում եք, Էմիլ Ֆագեն, դա ֆրանսիական լիսոպա պատմաբան, հրապարակախոս 1915 թվականին, այսինքն ինքը գրել է 12 թե 13 թվականին, բայց լուսատես է գիրքը 15 թվականին, 1915 թվական, տեսեք 100 տարուց ավել առաջ, կոչվում է կուլտ некомпетентности, ոչ կոմպետենտության կամ ոչ իրավասության պաշտամունք։ Գիտեք ինչ էր ասում, ասում էր ներկայացական ժողովրդավարությունը հենց ստիպում է, բերում է դրան։ Ինչու, որտեղ հասարակության հիմնական հատվածը իր իրավագիտակցությամբ, իր պահանջների մակարդակով բավականին պրիմիտիվ է, եւ հետեւաբար նրա պահանջը իշխանություններից, նույնիսկ ներկայացական ընտրության պայմաններում, նրա պահանջները շատ պրիմիտիվ։ Այսինքն հենց այդպիսի միջավայրն է, որ ծնում է պոպուլիզմը, անպատասխանատու քաղաքական վարքագիծը, լեգիտիմության աղավաղված, աղճատված ընկալումները, որովհետև մարդիկ սովոր են լսել, իրանց դուր է գալիս այն, ինչ որ իրանք ուզում են լսել, ով նրանց կարողանում է հրամցնել այդ, այսպես ասենք, այդ մակարդակի, դիսկուրս կամ գաղափարներ, նա դառնում է հանրության համար ընդունելի, ընկալելի։ Հետագայում իհարկե այս թեզը փորձեցին կատարելագործել, այսինքն այս բացերը փորձեցին կատարելագործել ընտրանքան ամենատարբեր համակարգերում։ Ես մտերում եմ այն գալիս եմ այն գաղափար, եթե մեզ հաջողվի։ Տեսեք, ու թվում է, թե մենք հիմա կարող ենք լավագույն ընտրության պայմաններում կարող ենք ունենալ, այսպես ասենք, որակյալ իշխանություն։ Բայց մենք արդեն ապացուցել ենք, որ դա չհաջողվեց։ Այս է իմ ուզում ասել։
հասկանում եք նախ լեգիտիմության թեզը շատ աղավաղված է մեզանում։ Մեզանում լեգիտիմությունն է, օրինականությունը, լեգալությունը խախտվել է։ Լեգիտիմությունը դա իշխանությունների քաղաքական որակն է հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու տեսանկյունից։ Իշխանություն լեգիտիմ է, եթե նա իր գործունեությամբ ունակ է բավարարել հանրության հիմնական հատվածի սպասելիքները։ Ահա թե ինչու է շատ էական դառնում նախընտրական խոստումների կատարման գործընթացը, որտեղ եթե դուք մի բան խոստանում եք, ուրիշ բան անում եք, դուք ուղղակի ոչ լեգիտիմ եք այլևս, որտեղ այդ խոստումների իրականացման համար ձեզ հանրությունը վստահություն տվել, չէ՞, վստահության կվեր տվել։ Հետաբար սա արձանագրենք, որտեղ լեգալություն կարելի է լինել շատ լեգալ, շատ օրինական իշխանության եկած, բայց ոչ լեգիտիմ։ Որտեղ դու կարող ես օրինական գաս իշխանություն, խոստումներ տաս, հետո գալիս ես օրինական իշխանություն ու խոստումներ չես կատարում։ Ուրեմն դու օրինական ես, լեգալ ես, բայց լեգիտիմ չես։ Իսկ լեգիտիմությունը քեզ իշխանության ղեկին կանգնելու հիմնական չափանիշն է։ Գիտեք, օրինակ, ինչու են անցնում, ես մակ վերադառնամ ընտրական գործընթացի, որտեղ այն ինչ որ ասում եմ, ինձ թվում է շատ էական է։ Ինչու են սոցիալական հարցումներ անցկացնում։ Ինչն է նպատակը։ Նպատակը կայանում է նրանում, որսի ցուցիչներ ցույց տան իշխանություն, դու արդեն գտնվում ես, ասենք թե կանաչ զոնայից դուրս եկել դեղին զոննա, հետո մտնում ես արդեն կարմիր զոննա քո գործունեությամբ։ Այսինքն սրանք ցուցիչներ են, որոնք իշխանությանը պետք է հստակեցնեն, զգաստացնեն եւ զգոն դարձնեն, որ ինչ որ մի բան այն չէ։ Հասկանում եք, քաղաքական մեծամասնության, ես որտեղ սա շատ էական եմ ես համարում, քաղաքական մեծամասնություն, այսինքն իշխանությունը, ինչպես ես ասում եմ, բան չի, ինչ են ասում, իրավունք չի։ Մի այս օրինակներ պետք է բերեմ ձեր թույլտվությամբ։ Սոկրատեսը մեր թվարկությունից 421 թվականի իր աշակերտներից մեկին ոնց որ քսենոֆոնը մի հարց է տալիս, ասում է, կարող ես ասել ինչ բան է օրենք եւ օրինականություն։ Ասում է, ով Սոկրատես, օրենքը այն է, ինչ մեծամասնությունն ընդունում է, եւ օրինականությունն այն, ինչ մեծամասնությունը պարտադրում է բոլորին։ Ասում է, լավ, իսկ ինչ բան է անօրինականություն։ Ասում է, անօրինականությունն այն է, ինչ փոքրամասնությունն է փորձում իր կամքը պարտադրել բոլորին։ Ասում ոչ կներեք, ես չեմ հասկանում։ Ինչու մեծամասնության կամքի պարտադրանքը օրինականություն է, փոքրամասնության կամքի պարտադրանքը անօրինականություն, չէ՞ որ կամքի պարտադրանքն ինքնին այլևս անօրինական է։ Այսինքն ու շարունակում է մեծամասնության որոշում կայացնելու իրավունքը պայմանավորված չէ նրանց թվաքանակով։ Այլ պայմանավորված է այն վստահությամբ, որ հանրության հիմնական հատվածը նրանց հետաբար ես մեծամասնություն եմ, ինչ ուզենամ այն էլ կընդունեմ, ինչ որոշում ուզենամ, դա խոցել է բոլոր պարագաներում։ Այսօր մենք ցավոք սրտի դա ենք տեսնում։ Մենք այսօր տեսնում ենք, որ բացարձակ մեծամասնություն ունենալով իշխանությունը անպատասխանատու է։ Ակնհայտորեն անպատասխանատու է։ Հիմա վերադառնում եմ այս ընտրական համակարգին։ Տեսեք, ինչու եմ ես ասում, նույնիսկ ամենաիդեալական ընտրությունների պարագայում։ Ուզում եք այդ ընտրական համակարգը համարեք մեծամասնական, ուզում եք համամասնական, այդքան էական չի։ Ուշադրություն դուք դարձրել եք, որ մեր ընտրությունների ժամանակ որպես կանոն ընտրական ցուցակների առաջի դեմքերին եմ ասում։ Օրինակ, ով է 5-րդը, 10-րդը, մեզ չի հետաքրքրում։ Մինչդեռ նրանք գալիս են խորհրդարան եւ դառնում են քաղաքական պետք է գան եւ դառնում են քաղաքական մեծամասնություն, նրանք որոշումներ են կայացնում։ Միայն առաջի դեմքը չի էական, չէ՞։ Ավելին, տեսեք, Լիլիթ, ամենաօրինական ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից մեկը կարող է ստանալ մեծամասնություն խորհրդարանում եւ ինքը իր կազմից ձևավորել կառավարություն։ Եթե գոնե ոչ իր կազմից, գոնե իր կողմից, հա, բանալած, աջակցող։ Այսինքն դուրս է գալիս գործադիր իշխանությունը դե ֆակտո եւ դե յուրե։ Հանցանում է քաղաքական մեծամասնության շարունակությունը։ Օրենսդիր մարմնում քաղաքական մեծամասնության շարունակությունը գործադիրում։ Հիմա ասացեք, խնդրեմ, իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքը, որը վերաբերում է, որ գործադիր օրենսդիր դատական իշխանությունները պետք է գործեն ինքնուրույն սեփական պատասխանատվությամբ, այս պարագայում գործադիրի եւ օրենսդիրի միջեւ ոչ մի հակասություն չի, եթե գործադիրը ունի օրենսդրում մեծամասնություն։ Դե այն է ինչ հիմա տեսնում ենք։ Այո, այն ինչ մենք հետաբար խնդիրը սահմանադրորեն անգամ կան մեր նրանում, որ մեզ ոչ միայն պետք է հետաքրքրել գործադիրի եւ օրենսդիրի միջեւ հակակշռների եւ փոխադարձ զսպումների համակարգի սահմանում կամ ձևավորումը, այլ նաեւ
օրենսդիր մրամնում քաղաքական մեծամասնության փոքրամասնության միջև հակակշիռների ձևավորումն ու սահմանումը։ Հասկանում եք, սա շատ էական է, փոքրամասնությունը երբեք չի կարող որոշում կայացնել։ Սա նոնսենս է։ Որոշում պետք է կայացնի մեծամասնությունը։ Եթե նույնիսկ փոքրամասնության առաջարկով մեծամասնությունը որոշում է կայացնում, միևնույն այդ որոշման հետևանքների պատասխանատվությունը ստանկրում է քաղաքական մեծամասնությունը, ով է առաջարկության հեղինակը էական չի, բայց փոքրամասնությունը պետք է հնարավորություն ունենա քաղաքական որոշումների կայացման գործընթացում պատասխանատու դերակատարում ունենալ։ Ահա թե ինչու է շատ էական ազգային ժողովում քաղաքական մեծամասնության եւ փոքրամասնության միջև հակակշիռների սահմանումը։ Տեսեք, մի օրինակ եմ ասում բերել։ Մեր սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգ օրենքով արձանագրված է մի բան, օրինակ կան հանձնաժողովներ, որոնց նախագահները պետք է լինեն ներկայացված լինեն փոքրամասնության կողմից, ընդդիմության կողմից, չէ՞։ Կան հանձնաժողովներ, որոնց տեղակալները պետք է ներկայացված լինեն կամ ընդդիմության ներկայացուցիչները պետք է լինեն։ Այդ թվում նաեւ ազգային ժողովի նախագահի տեղակալներ, չէ՞։ Ես հիշում եք Արթուր Ղազիմյանի դեպքը։ Նրան ընդդիմությունը առաջարկում էր ազգային ժողովի անվտանգության ներքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 16 անգամ առաջադրեցի, մեծամասնությունը մերժում էր։ Բայց կներեք, ես ասում եմ, լսեք, սա նոնսենս է։ Դուք, այսինքն, եթե դուք ձեզ իրավունք եք վերապահում, դուք պետք է որոշեք, թե փոքրամասնության որ մի ներկայացուցիչը պետք է լինի ձեզ մոտ այդ կարգավիճակով, նշանակում դուք եք որոշում կայացնում։ Մինչդեռ իդեան կայանում է հակակշիռների ձևավորումը, այսինքն փոքրամասնությունը որ տալիս է թեկնածուներ, մեծամասնությունը ֆորմալ կարելի է ասել, գիտեք ինչ կա, օրենքի ուժով նա արդեն հանձնանում է հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հասկանում եք, ուղղակի կոլեկտիվ մարմինը նշանակման վերաբերյալ այլ կերպ որոշում կայացնել չի կարող քան քվեարկությամբ։ Այսինքն քվեարկությունը տվյալ դեպքում ֆորմալ պետք է բնույթ ուներ ու պետք է լիներ հանրային քաղաքական մեծամասնության գիտակցումը դրա մասին։ Հիմա տեսեք, այսինքն դուրս է գալիս, եթե նույնիսկ ամենաիդեալական ընտրական համակարգով մենք ձևավորում ենք խորհրդարան կամ իշխանության մարմիններ, եթե այս սկզբունքային հարցադրումները հատկապես եմ կրկնում քաղաքական պատասխանատվությունը արձանագրող, երաշխավորող, ինստիտուցիոնալ պատասխանատվություն երաշխավորող հանգամանքները կամ կազմակերպման կանոնակարգերը ձևավորված չլինեն, ապա դա ոչ մի արդյունք չի տալու։ Հիմա օրինակ այսօրվա իշխանությունը, թեպետ ես դեմ եմ այդ հարցադրմանը, որ մենք մեր պատմության մեջ առաջին անգամ 21 թվականի ընտրություններ ոչ, բայց նույնիսկ եթե դա այդպես է, տեսեք մենք ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Մենք ըստ էության ունենք այսօր անձիշխանության, անվերապահ, աներկբա, անկասելի մի անհատի իշխանություն։ Սա ակնհայտ է։ Ես դրա համար էի ցիտում հոդվածից այդ միտքը ձեր, որ եթե անգամ մենք ունենանք լեգիտիմ իշխանություն, դա դեռ չի նշանակում, որ այն լինելու է որակյալ իշխանություն եւ ծառայի հանրային բարիքին։ Այս իշխանությունը դրա վառ ապացույցն է, թեպետ այս իշխանությունը այլևս լեգիտիմ չէ, որովհետեւ այլ ծրագիր ներկայացրեց, վերընտրվեց, այլ բան իրականացրեց։ Տեսեք, մի քանի անգամ դուք օգտագործեցիք որակյալ իշխանություն տերմին, դա ճիշտ տերմին է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ պարագայում է, որ պարագայում իշխանություն կարելի է համարել որակյալ։ Հավանաբար պետք է ընդհանրել, որ այն պարագայում, որ իշխանությունը իր գործունեությամբ նպաստում է հանրային կյանքում այնպիսի պրոցեսների զարգացման ու ձևավորման, որոնք բավարարում է հանրության հիմնականատվածի սպասելիքներին։ Համաձայն եք, որ այս դեպքում կարելի ասել իսկ սա նշանակում է որակյալ որոշումներ կայացնելու ունակություն։ Որակյալ որոշումներ, որտեղ բոլոր հավասար պայմաններով լիլիթ կառավարությունը որակյալ որոշում, որակյալ արդյունք, անորակ որոշում, անորակ արդյունք։ Սա ակնհայտ, ոնց որ ասում են, քաղաքագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հետևաբար շատ էական է որակյալ որոշումներ կայացնելու համակարգը, ոչ թե անհատներ, որոնք շատ խելոք են, ունակ են որակյալ որոշումներ կայացնել, ոչ։ Ինչքան էլ ուզում եք տաղանդավոր անհատը, եթե նստի դառնա վարչապետ կամ որևէ նախարարության նախարար, ինչքան էլ նա տաղանդավոր լինի, միևնույնն է, որևէ պարագայում նրա կողմից ընդունած որոշումները պայմանավորված են լինելու իր աշխատակազմի, այսինքն քաղաքացիական ծառայության մասնագիտական կարողություններով մի կողմից, մյուս կողմից շատ էական է դառնում ծրագիրը, որի համար նրանք աշխատում են, չէ, որի համար գործում են։ Հիմա ծրագրի որակը, այսինքն հարցադրումները, որոնք այսօր ակնհայտ են, ակտուալ են եւ բխում են հանրության հիմնական հատվածի սպասելիքներից, ծրագրի մասնագիտական կարողությունները մեծ մասով պայմանավորված են նաեւ
այդ ոլորտի պատասխանատու ապագա նախարարի մասնագիտական կարողություններով համաձայն չեք։ Հիմա շատ դեպքեր մենք ընտրում ենք քաղաքական մեծամասնության ու չենք իմանում թե կառավարությունն ովքեր են լինելու։ Ովքեր են գնալու կառավարություն օրինակ կրթության ոլորտում քաղաքական որոշումներ կայացնել կամ իսկ ծրագիր են տանում կրթության ոլորտում կամ ով է լինելու մշակույթի, չէ, ասենք թե եւ սա կարող է անվտանգություն եւ այլն։ Այստեղ շատ էական նշանակություն ունի երկու կարևոր հանգամանք։ Ես սրա մասին շատ եմ խոսում, ես նույնիսկ 18 թվականին առաջարկություններ ներկայացրի ցենտրական օրենսգրքում մշակումների ժամանակ։ Տեսեք, ես ասում եմ, եկեք, ես ձեզ ձայն եմ տալիս։ Ուզում եմ համոզված լինեմ, որ այն մարդիկ, որոնք ձեր կառավարությունում կլինեն, կապահովեն իրենց մասնագիտական կարողություններով, ունակություններով, կարող են ապահովել իրենց սպասելիքները։ Ինձ համար դա շատ էական պետք է լինի։ Ինձ համար կարևոր չի միայն դուք։ Ինձ հետաքրքիր թե ձեր թիմն ով է։ Ձեր թիմում ովքեր են, ով ֆինանսների նախարարը, ապագա ով պաշտպանության նախարարը, անվտանգության ոլորտում, ասենք թե պատասխանատու դերական կրթություն եւ այլն։ Այսինքն դա շատ էական է, չէ՞։ Հիմա ես ինչ եի առաջարկում։ Ասում եմ, եկեք այս թեզը զարգացնելու համար օրենքում ամրագրենք, որ կուսակցությունները պարտավոր են ներկայացնել իրենց ապագա կառավարության կազմը։ Այսինքն դուք ոչ միայն ասում եք Լիլիթ Հարությունյանը կլինի ապագա վարչապետը, ասում եք այ Լիլիթ Հարությունյանի հետ միասին, ահա այն կազմը, որը եթե դուք մեզ վստահեք, ապա այս կազմով մենք ձևավորել ենք կառավարություն։ Համաձայն եք, եթե այսպիսի նորմ աշխատեր, մաս մեդիան ինչ էր անելու։ Հնարավոր բոլոր պոտենցիալ գյուղնախարարներին բերելով ու ներկայացնել ու ես որպես գյուղատնտեսությամբ զբաղվող անձնավորություն կամ գյուղի մասնագետ կամ գյուղացի, չէ, գյուղի բնակիչ, կտեսնեի ով է այս ներկայացվածներից ով է իմ ցանկություններին բարե հունչ, հա, կամ նպաստավոր կոնցեպտուալ առաջարկներ ներկայացնում։ Մյուսի համար շատ կարևոր կլիներ առողջապահությունը, երրորդի համար մի հատ թոշակառուների համար շատ էական կլիներ սոց, բայց մեծ իմաստով մենք կունենայինք ռեալ հնարավորություն ամբողջ նախընտրական մրցապայքարը գնալ կոնկրետ ծրագրային քննարկումների շուրջ։ Եվ մենք կարողանանք կողմնորոշել ում ձայն տանք։ Տեսեք, ես ասում եմ, իհարկե, վարչական ռեսուրս, ներկաշխատել, ամեն ինչ աղավաղվել հնարավոր է, բայց եթե դուք սա գրում եք, ուրեմն կուսակցական որոնք որ ցուցակն են կազմում, ասում են մտածել, որ միգուցե այդ ցուցակի մեջ առաջին տասնյակում, 15-ում, 20-ում այն մարդիկ լինեն, որոնք վաղը չեմ ասել ձևավորել են կառավարություն։ Այսինքն, եթե մենք գրում ենք, որ կուսակցությունները պետք է ներկայացնեն նախընտրական մրցապայքարում իրենց ապագա կառավարության կազմը, եւ ամրագրում ենք, որ կառավարությունը ձևավորում է քաղաքական մեծամասնության կազմից, այլ ոչ թե նրա աջակցությամբ, ոչ թե նրա համաձայնությամբ, այլ կազմից, այդ ժամանակ բոլոր մասնագիտական կարողություններ ունեցողները պետք է, եթե ուզում են երբևէ դառնան հայոց նախարար, չէ, երբևէ ուզում են դառնալ հայոց նախարար, իրանք կփորձեն հասկանալ, թե որ կուսակցության գաղափարախոսությունն է իրենց հարիշ, հոգեարազատ եւ մտնեն այդ ցանկը, այս կերպ մենք հնարավորություն կունենանք ձևավորել ոչ միայն ազգային ժողով քաղաքական մեծամասնություն, մասնագիտական, ծրագրային, հանրային կյանքի կազմակերպման, ինստիտուցիոնալ կայացման տեսանկյունից պատասխանատու մի մեծամասնություն, այլև այդ մեծամասնության կազմից ձևավորվող դե ֆակտո իմ առաջարկը դա նշանակում է անուղղակի մենք ընտրում ենք կառավարություններ, որտեղ մենք արդեն գիտենք ով է լինելու վարչապետ եւ ովքեր պետք է լինեն այդ կառավարության կազմում։ Այսինքն համաձայն եք, որ այս մոտեցումը հնարավորություն կտար էապես փոխել ոչ միայն նախընտրական մրցապայքարի քաղաքական գաղափարաբանական, հայեցակարգային այդ ամբողջ պարունակությունն ու բովանդակությունը, այլ նաև նպաստավոր դառնալ պատասխանատվություն, որտեղ եթե ես որպես ասենք թե ապագա գյուղնախարար այդ նախընտրական մրցապայքարում խոստումներ են տվել ու մեր կուսակցությանը ընտրած զանգվածը վստահել է, ուրեմն դե ֆակտո ես արդեն ստանձնել եմ իմ ընտրողի առջև պատասխանատվություն։ Այսինքն այսպիսի նախարարը ինքը դե ֆակտո դառնում է ընտրված նախարար եւ ինքը իրեն զգում է պատասխանատու իր ընտրողի առջև։ Իսկ այսօր ինչ համակարգ է։ Այսօր գիտեք կոչվում է սիստեմա ուդվա, գիտեք այդ ինչ համցան։ Ուգադացի ուգադից։ Այսինքն եթե դուք մտների դրել եք երբևէ դառնաք հայոց նախարար, մի խնդիր պետք է լուծեք։ Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ լինեք։ Այդքան երիկա որ դուք դառնաք արդեն նախարար։ Սա համակարգ չէ։ Իմ դեպս ինչ որ ես ասում եմ, միայն այսօր ոնց չի վերաբերում։ Նախկինում էլ այդպես է։ Եվ ցայ եմ ասում, որ պետություն ասածը
նախ եւ առաջ պետք է հասկանանք, որ դա միայն իշխանությունը չի, բայց իշխանությունը այդ պետական համակարգի մեջ ունի բացառիկ պատասխանատու դերակատար։ Հասկանաք, եւ նրա որակները, սկսած թե ինչպես են նրանք ձևավորվում, այդ իշխանության մարմինները ինչպես են ձևավորվում եւ ինչպեսի պատասխանատվություն իրենք կրում մասնագիտական կարողությունները բաները, այս պայմաններում դա դառնում է շատ կարեւոր, շատ ես կարծում եմ նույնիսկ բացառիկ կարեւորություն է։ Պարոն Հարությունյան, հենց այստեղ ուզում եմ ձեզ ցիտել, ասում եք իշխանությունների քաղաքական որակը իրականում հանրագումարն է կառույցների որակի եւ ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը ոչ միայն իշխանությանն է, այլ նաեւ ընդդիմությանը։ Դուք նաև ասում եք, որ քաղաքականության մեջ ուժը քաղաքական մտքի ու բովանդակության առկայությունն է։ Հիմա, երբ մենք նայում ենք ներկա իրավիճակին, մենք տեսնում ենք ընդդիմություն, որը խուսափում է պատասխանատվությունից, քաղաքական պատասխանատվությունից։ Մենք տեսնում ենք ընդդիմություն, որը չունի ուժ, այսինքն չունի քաղաքական բովանդակություն, քաղաքական միտք։ Ես այդպես բացարձակ չի ասի, թեպետ ընդհանուր գծերով ձեզ հետ կհամաձայնվեմ։ Գուցե կան մարդիկ, որոնք ունեն, բայց դեռ հայտ չեն ներկայացրել։ Չէ, ես ձեր ասածը կներկայացնեի կամ կբանաձև հետևած կերպ։ Հանրության մտածող հատվածի մոտ, մտածող հատված, ես սա ընդգծում եմ։ Հանրության մտածող ընդդիմադիր հատվածի համար կան սպասելիքներ, ձևավորված ընկալումներ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունից։ Եվ այդ ընդդիմությունը իր որակներով, իր կարողություններով, գործունեությամբ այդ սպասելիքները չի բավարարում։ Եթե մենք այսպես ձևավորենք, ապա ես կասեմ, ուրեմն հետեւաբար ոչ թե խոսքը գնում է ընդհանրապես չունենք ընդդիմություն, որտեղ շատ հաճախ այդպես են ասում, դա այնքան հեշտ է ձևակերպել։ Չէ, ես այդպես չեմ ասում։ Չէ, բարձր, չէ։ Այսինքն մենք պետք է ասենք, որ ընդդիմությունը միգուցե ժամանակի պահանջների մակարդակին չի ինստիտուցիոնալ կարգավորումներ տալու տեսանկյուն։ Ես անընդհատ այս թեզը արձանագրում եմ, ամրագրում եմ։ Խոսքը ինչ որ մի կերպ կառավարելու մասին չէ։ Խոսքը գնում է ինստիտուցիոնալ այնպիսի նախադրյալներ ստեղծես, որպեսզի կարողանաս անընդհատությունը պետական իշխանության անընդհատություն, այսինքն քաղաքական որոշումներ կայացնելու ունակությունը եւ հանրային կյանքում ձևավորված խնդիրներին adekvat արձագանքելու կարողությունները դու կարողանաս այդ ամենի անընդհատություն երաշխավորել։ Սա շատ լուրջ հարց է։ Շատ լուրջ հարց է։ Ես դրա համար եմ ասում, իսկ երբևէ դուք նույն բանը մենք կարող ենք ասել իշխանության մասին։ Դե, դա չի իշխանությունների մասին ճիշտ եք ասում։ Մենք իշխանությունների մասին չենք էլ քննարկում։ Մեր հույսս մեր հետեւաբար այստեղից երկրորդ թեզը, որտեղ ես անընդհատ դրա մասին խոսում եմ։ Իշխանությունը դա պատասխանատվություն է։ Ընդդիմությունն էլ է իշխանություն։ Ընդդիմությունն էլ է քաղաքական որոշումների մասնակցում։ Քաղաքական դեմ քվեարկելով դուք մասնակցում եք որոշումներին։ Պետք չի պարտադիր չի միայն կողմ քվեարկելով ասել, ուրեմն ոչ, դեմ քվեարկելով եք դուք մասնակցում քաղաքական որոշումների կայացմանը։ Ուղղակի կողմ քվեարկածները ստացվում են այդ որոշման հետևանքների ոչ քաղաքական պատասխանատվությունը։ Բայց դա չի որ ընդդիմությունը զերծ է որևէ պատասխանատվությունից։ Հասկանում եք, ցավոք սրտի մեզանում իշխանություններին այդ իշխանությունների ինստիտուցիոնալ խոցերը ներկայացնելու փոխարեն մենք գնում ենք շատ པարզ ճանապարհով, դավաճան, սրիկա եւ այլն։ Հասկանում եք, ես մի առիթով ասել հիմա էլ եմ կրկնում։ Մենք ընդդիմության հիմնական նպատակը պետք է լիներ նպաստել մտածող քաղաքացու ձևավորմանը, որտեղ ինձ համար ինչ տարբերություն Նիկոլի զոմբին թե ընդդիմության զոմբին։ Զոմբի է։ Ուրեմն մեզ պետքա ոչ թե զոմբիներ, այլ էմոցիոնալ բաներով առաջնորդող, այլ մեզ պետքա մարդիկ, որոնք մտածել ունակ են, որովհետև երբ քաղաքացու ընտրությունը լինում է գիտակցված, իմաստավորված, այդ ընտրությունը դառնում է արդեն անշրջելի։ Նրա քաղաքացիական վարքագիծը դառնում է կայուն եւ անշրջելի։ Հետո մեր նպատակը պետք է լինի քաղաքացի, մտածող քաղաքացու մասին։ Մի օրինակ եմ ուզում բերել պատմական ներողպտի լինենք։ 1850-ական թվականներին այն ժամանակ բացի Հռոմի հատվածից ամբողջ Իտալիան միավորվեց։ Բոլոր նահանգներում անցկացվեցին հանրաքվեներ, որոնք քվեարկեցին իտալացիները, քվեարկեցին Միացյալ եւ անկախ Իտալիայի օգտին։ Եվ ահա այդ Միացյալ եւ անկախ Իտալիայի խորհրդարանի առաջին նիստում
ելույթ անում ընտրված խորհրդարանի նախագահ, դա նրա առաջի ելույթը։ Եվ գիտեք ինչ է ասում։ Ասում է իտալական ժողովրդի բազում սերունդների արյան գնով Իտալիան այլևս անկախ, միացյալ է եւ անկախ։ Այժմ ժամանակն է կերտել այդ Իտալիայի քաղաքացուն։ Հասկանում եք, դա ասվել է 1850 թվականին, հաջողվեց նրանց կերտել այդ Իտալիայի քաղաքացուն, թե ոչ, որտեղ նույն այդ process-ի արդյունք կարող ենք համարել նաև Մուսոլինիին, չէ՞, վերջնաշուտ։ Բայց ինքնին հարցադրումն է շատ էական։ Իսկ մենք երբևէ հարցադրումամբ հանդես եկանք, մենք երբևէ մտածեցինք ինչ բան է Հայաստանի անկախ Հայաստանի քաղաքացի։ Այ ինչ ատրիբուտներ, այ որ ասենք անկախ Հայաստանի քաղաքացի, դրա տակ ինչ պետք է հասկանանք։ Ուտել խմելու կարողություն ունեցող, թե մտավոր լուրջ արժեհամակարգ կրող, մտավոր արժեքներ կրող մի անձնավորություն։ Գիտեք, ես այդ ժամանակ գրել եմ մի հոդվածել, որ ժողովրդավարությունը մեզ համար հանձնանում է ռազմավարական ռեսուրս։ Ինչու եմ ես այդպես մտածում, Հայաստանի համար եմ ասում, որտեղ Հայաստանը ոչ մի կապիտալ լուրջ, բացի մարդկայինը, չունի։ Մենք ոչ են դերք ունենք, մեր աշխարհագրական դիրքը առանձնապես իրանից բան չի ներկայացնում, շատ խոցել ենք բոլոր առումներով։ Միակ կապիտալը, որը կարող է արդյունավետ գործել, դա մարդկային կապիտալն է։ Իսկ մարդկային կապիտալը կարող է գործել միայն ազատությունների պայմաններում։ Միայն ազատություն։ Այսինքն ազատությունը մեզ համար ռազմավարական կառավարության խնդիր է։ Իսկ ազատություն երաշխավորում ժողովրդավարությունը, ժողովրդավարական համակարգերը, ոչ թե կրկնակի ստանդարտներով, ոչ թե ինձ ձեռնտու եմ ժողովրդավարակետը, ինձ ձեռնտու չէ, ոչ։ Ընդ որում ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե մեզ դրսից ինչպես են նայում, մենք ժողովրդավար ենք, թե չէ։ Շատ էական է, թե մենք ինչպես ենք ընկալում դա։ Արդյոք մեր վարքով, բարքով, նիստուկացով, արժեքային կարողություններով, համակարգերով մենք նպաստում ենք ազատությանը։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, ցավոք սրտի, եւ դա չգիտակցված է։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ եւ որպես ամփոփում, որպեսզի վերարժևորվի անկախությունը եւ մեր ժողովրդին դեպի ապագայի մղենք, շատ կարեւոր է ունենալ ազգային իդեալ։ Հաղորդման սկզբում դուք հիշատակեցիք այդ շատ խորհրդանշական օրինակը, երբ քաղաքացին երինջ էր մատաղ արել, իր միակ երինջը մատաղ էր արել։ Հանուն գաղափարի չէ։ Ես կարծում եմ, որ մարդկանց պետք է գաղափար, հանուն որի իրենք պատրաստ կլինեն զոհաբերությունների։ Ամեն մեկը իր չափով, մեկը օրինակ երինջը, մյուսը ավելի կարևոր բան, մյուսը իր միակ ունեցածը, բայց հանուն գաղափարի մարդ պիտի պատրաստ լինի զոհաբերել։ Հետևաբար պետք է բանաձևենք այդ գաղափարը, չէ՞։ Որն այդ գաղափարը։ Շատ էական է սա։ Ես կարծում եմ մենք հայերս ունենք մի ընդգծված առանձնահատկություն, որ շատ շատերից տարբերվում է, պատմականորեն միգուցե այդպես է ձևավորվել, դա արդարության հանդեպ շատ զգայուն վերաբերմունք է։ Մենք անարդարությունը չենք կարողանում տանել չենք կարողանում։ Գիտեք, անարդարությունը հավաքական հայության հանդեպ։ Մեկս մեկի հանդեպ մենք անարդար ենք եւ սրիկա ենք։ Ցավոք սրտի։ Ես սան չեմ ուզում անդրադառնալ։ Տեսեք, օրինակ 90-ական թվականներից ես անդադ բաց չեմ տողնում սա արձանագրել, որ անկախ Հայաստանը դա նախ եւ առաջ ինչպես Կոստան Զարյանն ասում էր հայության կոչում իր խոհում, ասում է, որ Հայաստանը դա նախ եւ առաջ հոգեվոր պրոյեկտ է, հոգեվոր նախագիծ է։ Եվ նա շատ հետաքրքիր միտք է շարադրում, ասում է, եթե մենք հայերս չելնենք այս դիրքից, այլ տրվենք կամ համայնավարների, դա գրվել 1961 թվականին, ասում եմ, կամ համայնավարների, կամ այն ժամանակ արդեն արևմտյան այդ լիբերալ գաղափարախոսությանը, եւ կորցնենք մեր հոգեվոր պատկերը դիմագիծը, ապա մենք ընդհանրապես կարող ենք վերածվել քաղաքակրթական մեջուկային փոքրիկ խանութ-պանի։ Հարցը սա է, մենք ինչ ենք ուզում։ Ես պատահաբար ես հղումը Կոստան Զարյանի հայության կոչումը խոհին չեմ
Դա ընդհանրապես երկուս մի քիչ ավել, բայց շատ խորը մտքեր է շարադրված, որ թե ինչ որնա Մասիսի Արարատի դերը մեզ համար։ Ինքը հայոց աշխարհը, ասում ինքը անմիջապես դավանանքի, կրոնի, հավատքի, հոգևորի տարածք է։ Նույնիսկ ասում է երկրագունդը, ասում է պտտվում է, երբեմն գալիս է բանի հռոմեական բլուրների բանի ստորոտը եւ Մասի վրա մի պահ կանգնում է, շունչ է քաշում, որ շարունակում է, սկն ինքը փորձում է կարևորել դավանանքի շատ հետաքրքրունակ է, ասում եմ Արարատը տնտեսական առումով ոչ մի բանի պիտանի չի։ Դու գիտեք, չգիտեմ թե չէ, մեր Արարատից դաժե մի արվակ սկիզբ չի առնում։ Մասիս սարից մի արվակ անգամ սկիզբ չի առնում, բայց որպես սիմվոլ, որպես հավատքի աղբյուր, նրա դերակատարումը անսահման մեծ է, հասկանում եք։ Հիմա տեսեք, 90-ական թվականներից հետո ցավոք սրտի այդ վուլգար կապիտալիզմի անցման արդյունքում մեզանում սես կամաց ավելի կարևորվել ոչ թե մտավորը, ոչ թե հոգևորը, այլ փող, գույք ունեցվածք, նյութականը։ Եվ արդյունքում ես համոզված եմ, որ մենք արձանագրել ենք հոգևորի աննախադեպ նահանջ։ Այսօր այդ նահանջի պատճառն է, հետևանքն է, որ մեր հանրությունը այսքան անտարբեր է, մի ամբողջ Արցախ են կորցնում։ Մեր ամբողջ սահմանների երկայնքով ռազմավարական բոլոր կարևոր բաները գտնվում են թշնամու ձեռքի տակ կամ նրանց ռազմական վերահսկողության տակ, մենք առավոտից կաֆեներում զորնադոլով բանով ուրախություն ենք անում։ Այսա խոսում են մասին, որ մեզանում այդ հոգևորի պահակը, պակասը ուղղակիորեն ազդում է հանրային կյանքի կազմակերպման ընկալումների եւ հանրային կյանքում պահանջարկի ձևավորմանը։ Սա շատ էական է մեզ համարում, ու եթե հիմա որ ասում եք գաղափարը դա է, որ նախ եւ առաջ մենք պետք է ես մի առիթ օրինակ, երբ որ մշակույթի նախարարությունը փակվեց, լուծարվեց, ես ապշած էի մնացել։ Մեր մշակույթի գործիչներից ոչ մեկը մի հատ անգամ հայտարարություն չարեց։ Ավելին, ես մի հայտնի եւ շատ հարգված մշակույթի ներկայացուցիչ հետ խոսում էի, խնդրում էի, որ ինքը միջամտի, որ այդ քայլը չկատարեր, պատասխան ասեց, գիտեք, իմ ամբողջ հաջողությունները պայմանավորված չեն մեր մշակույթի նախարարության գործունեությամբ։ Հասկանում եք, մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ եթե բանակը մեր սուրն է, ապա մեր մշակույթը մեր վահանն է։ Մենք միջազգային հանրությանը, բացի մեր հոգևոր մշակութային կարողությունները, ոչինչով հետաքրքիր չեն կարող լինել։ Ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ աշխարհաքաղաքական, ոչ անվտանգային կամ հզոր ռազմական պոտենցիալով, հասկանում եք, առաջի հերթին եւ նախ եւ առաջ շատ էական է լրիվ, որ միջազգային հանրությունը դիտի իդեմս հայությանը, հայերին, նաև այստեղ ապրող հայերը, հասկանում եք, ոչ թե իրաց մոտից Սփյուռքի ներկա, այստեղի հայերին դիտի որպես հոգևոր մշակութային մեծ պոտենցիալ ունեցող, հետևաբար եւ նրանց համար հետաքրքրություն ներկայացնող սուբյեկտ։ Սա շատ կարևոր է մեզ համարում, հասկանում եք, մի օրինակ էլ կարող է ձգձգվում է երկար ու ներողտի լինեք, էլի։ Տեսեք, շատերս երբեմն Ղարաբաղյան շարժում 88 թվականի շատերս փորձում ենք ներկայացնել պատմական անարդարությունը վերականգնելուն միտված շարժում։ Ես խորապես համոզված եմ, ես հետայ եմ, ուշ եմ եկել այդ եզրակացություն, որ իրականում Ղարաբաղյան շարժման պատճառը դա պատմական անարդարությունը Կավբյուրոյի որոշումը 21 թվականի վերացնելը չէր։ Իրականում Ղարաբաղյան շարժման հիմնական պատճառը դա հաշվի առնելով այն, ինչ իրանք ղարաբաղցիները տեսնում են, Ղարաբաղի հայերը տեսնում են Նախիջևանի հայերի ճակատագրի առումով, իրականում ցեղասպանությունից խուսափելու միտված ուղղակի զանգվածային շարժում ընդվզում էր։ Նրանք ընդվզեցին իշխանությունների դեմ Ղարաբաղ ադրբեջանական ոչ թե նրա համար, որտեղ ուզում էին, գիտեք, ինչ կա 21 թվականի Կավբյուրոյի որոշում փոխել, այլ ընդվզեցին, որտեղ համոզված էին, որ իրենց էլ է նույն ճակատագրի սպասում ինչ որ Նախիջևանի հայությանը։ Հասկանում եք, սա շատ էական է։ Եվ իրենք որտեղ տեսեք 20 թվական, 88 թվականի հետ մի քանի օր հետո
28-ին, փետրվարի 28-ին Սումգայիցյան իրադարձությունները։ Սումգայիցը ինչ է, եթե ոչ ցեղասպանություն։ Ուրիշ ոչ մի բան չես անվանի։ Կամ Բաքվի ջարդերը, չէ՞։ Այսինքն տեսեք, ես ուզում ասեմ, որ Ղարաբաղյան շարժման ակունքներում, հիմքում կանգնած է ցեղասպանությունից Արցախայությանը ցեղասպանությունից զերծ պահելու, փրկելու շատ բնական ձգտումը։ Դա պատմական արդարության հետ ոչ մի կապ չուներ։ Դա տարածքի հետ ոչ մի կապ չուներ։ Նույնիսկ ասեմ ձեզ, 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը դա տարածքին չէր վերաբերում։ Բարձրագույն ներկայացական մարմինների ընդունած որոշմամբ միացման մասին նպատակ էր պնդում խորհրդային միության սահմաններում այդ կերպ Արցախայությանը փրկել ցեղասպան լինելու հնարավոր հեռանկարից։ Մեր հետագա բոլոր զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ունակ էր գնալ դրան։ Եվ այն ինչ որ տեղի ունեցավ 23 թվականին, տեղի կուներ այն ժամանակ, եթե չլիներ ընդվզումը։ Սա ակնհայտ է։ Հետաբար այսօր Ալիևը պահանջում է, թե ձեր ինչ են ասում, հռչակագրում կետեր փոխեք կամ սահմանությունը հռչակագրի կետերը որևէ մի կետ տարածքի մասին չեն։ Նրանք ուղղված են այն քաղաքականությանը, որ իրականացում էին տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ հենց Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը իդեպ խորհրդակցելով այն ժամանակ Թուրքիայի քաղաքական ղեկավարության հետ։ Էս է եղել իրականությունը։ Եվ հիմա սրա մասին չխոսել, փորձել ներկայացնել, գիտեք, մենք խոսում ենք տարածքի մասին, ի՞նչ տարածք։ Ինչ տարածք։ Խոսքը տարածքի մասին չէ, խոսքը գնում է այդ ազգաբնակության անվտանգ, ցեղասպանվելուց զերծ որևէ հնարավորությամբ օգտվելով անվտանգ եւ դինամիկ զարգացման մասին, որում ամենախաղաղասեր ժողովուրդն է։ 88-ին ընդվզեցինք, կանխեցինք ցեղասպանությունը, 20 թվականից հետո չընդվզեցինք ցեղասպանությունը իր վերջնակետին հասավ։ Հա, հիմա մնում է պատմական անարդարությունը մեզ մղի վերականգնելու։ Ես կարծում եմ նորից եմ գտնում, որ խոսքը չի պետքա գնա պատմական արդարություն, լոկ պատմական անարդարության վերականգնման։ Այլ խոսքը գնում է նրա մասին, որ այ ընդդիմությունը ինչու պիտի ասի, որ հակամարտությունները բիրտ ուժի կիրառմամբ չեն կարող կարգավորված համարվել։ Հետևաբար Ղարաբաղյան հակամարտությունը 93 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների, այսինքն բիրտ ռազմական ուժի կիրառմամբ հակամարտությունը կարգավորված համարել Ադրբեջանի ձգտումը, դա հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին եւ խաղաղ բանակցային գործընթացը միջազգային ընդունելի ցանկացած ֆորմատում այլընտրանք չունի։ Սա պետք է լինի ընդդիմության հիմնական թեզը։ Հասկանում եք, եթե մենք սա ամրագրենք, սա խոցելի չի որևէ պարագայում, որևէ կողմից խոցելի չի։ Ու մենք չենք խոսում պատմական արդարությունը վերականգնելու մասին, մենք ասում ենք, որ կոնֆլիկտը կարգավորված չի կարելի համարել, եկեք բանակցենք այդ կոնֆլիկտի կարգավորման շուրջ։ Դժվար է, իհարկե դժվար է լինելու, հատկապես այսօրվա իշխանությունների 20 թվականի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում քայլերի կամ գործողությունների կամ անգործության արդյունքում, բայց այլընտրանք մենք չունենք։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ, մենք խորհրդանշական ձևով սկսեցինք հաղորդումը հարցադրմամբ ինչ է պետությունը, ավարտին բնականորեն վերադարձանք Արցախի հարցին, որովհետև այո, Արցախը մեր պետության, պետականության շաղախն էր, եւ առաջարկում եմ հաջորդիվ, եթե կստեղծվի հնարավորություն, առավել խորքային այդ հարցի մասին խոսել, որ չստացվի, որ մենք ուղղակի փոքր դրվագով անդրադարձանք։ Ես համամիտ եմ, որովհետև Արցախի խնդրին չի կարելի հպանցիկ մի քանի րոպեի ընթացքում արված մեկնաբանություններով ներկայացնել պրոբլեմը, այստեղ ես ձեզ համամիտ եմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք շատ լավ հասկանանք մի շատ կարևոր հանգամանք ևս։ Մեր աշխարհաքաղաքական շատ նվազ խոցելի կարգավիճակ կամ իրավիճակը ստիպում է, պահանջում է մեզնից ցանկացած ռեսուրս դնել շրջանառության մեջ։ Իսկ այսօր առավել քան երբևէ բոլորի համար պարզ դարձավ, որ Արցախայությունը մեզ համար վահան էր, անվտանգության լուրջ վահան։ Ավելին, մենք շատ լավ պետք է հասկանանք, որ սփյուռքահայությունը հայության կայացման, այդ թվում նաև պետական իշխանության հարցում ունի լուրջ անելիքներ, եւ դա շատ լուրջ ռեսուրս է սփյուռքահայությունը։ Չօգտվել այդ ռեսուրսից, վանել այդ ռեսուրսը, ընդ որում խոսքը չի գնում ֆինանսական կարողությունների մասին,
Բացարձակապես ոչ։ Խոսքը գնում է մեր ինստիտուտ պետական աշինության process-ում նրանց մասնագիտական կարողությունների օգտագործման մասին նախ եւ առաջ եւ գլխավորապես։ Սա շատ լուրջ հարց է, եւ ես կարծում եմ, եթե առաջ ունենանք, ես հաճույքով կարող եմ կիսվել ձեզ հետ կամ ձեր լսարանի հետ նաեւ իմ ընկալումներով։ Իդեպ ես չեմ հավակնում, որ սրանք շատ օրիգինալ են։ Ես միգուցե իմ մտքերում շատ էլ խոցելի հարցադրումներ կան, ես դա չեմ մերժում, բայց պատրաստ եմ բացեմ բանավեճի համար։ Շնորհակալություն։